Ռուսական հատուկ ծառայություններից արտահոսք է եղել, որ դուք Փաշինյանի իշխանության հեռացման ծրագրի մաս եք կազմում եւ այդ նպատակով եք Հայաստան եկել։ Ինչ եք կարծում։ Շատ։ Այդ նպատակով եք եկել Հայաստան։ Որ նպատակով։ Իշխանության հեռացման ծրագրի մաս եք կազմում, ենք փրկված ենք։ Պանկապետյան, ձեր թիմի կողմից հայցեր կլինեն այս հայտարարության վերաբերյալ։ Ձեր թիմի կողմից այդ հայտարարության վերաբերյալ հայցեր կլինեն, քանի որ նաև այդ թեզեր միջազգային լրատվամիջոցը պարբերաբար։ Մեր թիմը ունի շատ ուժեղ փաստաբաներ, եթե իրեն գնահատեն, որ դա ինչ-որ լուրջ բան է, ուրեմն հայտարարել են զորահանդեսին համարելով դա սխալ, քանի որ մենք գերիներ ունենք Բաքվում։ Դուք կիսում եք այդ կարծիքը զորահանդես 28-ին անցկացնելու հետ կապված։ Զորահանդես կարող են անցկացնել, բայց նպատակը պետք է ասեն։ Պարտված իշխանությունը ինչն է ցույց տալիս։ 3 պատերազմ պարտված իշխանությունը ցույց է տալիս, թե ում միջոցով է պարտվել։ Պարոն Կարապետյան, ձեզ ոնց որ ձեր հարցերին չեմ ուզում պատասխանեմ։ Ինչու՞ պարոն Կարապետյան։ Որովհետև զգում եմ դուք Փաշինյանի հետ փայ եք մտել, ուզում եք ամեն անգամ ինձ մեծ գումարներ կրի։ Ես եւ մեր լրատվամիջոցը որևէ մեկ չի մտնում, չգիտեմ ձեր հետ։ Բա ինչի համար, հենց ձեր հարցին պատասխանում եմ, Փաշինյանը ինձ մեծ գումարներ դատի է տալիս։ Ուրիշները դրանց խնդիր չունեն։ Այսպես եք ցանկանում դառնալ երկրի վարչապետ խտրականություն դնելով լրագրողների նկատմամբ։ Հարց ունեմ, ձեզ պատասխանում եք։ Ձեզ բայց Փաշինյանին կասեք դատի չտա։ Ես կորոշեմ իմ վարքագիծը եւ ասելիքը, անելիքը, հարցիս կպատասխանեք։ Ռուսական The Insider-ը սիրում նորից հրապարակում է արել, ասում են, որ Ֆրանսիայում վիլայի անվանական սեփականատերը հաշվեք հայկական ժամանակն է, ժամանակ մի կորցրեք, հա։ Ասում են Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլայի սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան։ Այն գնվել է Գազպրոմ բանկի միջոցներով, ինչ որ նոր ոչ մեկը չի ապրել։ Եթե հիմա Լյուդովիկ 14-ն էլ ադեղ ապրել, հիմա ինչ անենք, կռի բանենք։ Պարոն Կարապետյան, Հայաստան դաշինքի առաջնորդն ասում է, որ եթե հաղթանակը, այսպես ասած, իրենց ձեռքից խլել, պատրաստում են դա հեղափոխության վերցնել, եթե ձեր Մեր ուժից ոչ մեկը ոչ մի բան չի կարող խլել։ Պարոն Կարապետյան, մենք վստահ ենք։ Ձեր համակիրներն էլ չեն հավատում, արդեն ձայնագրությունների մեջ լսվում է, արդեն որ խոսում են, որ բերև առոտ է լինել ընտրություններից հետո Ռուսաստանն է այդպես ասում, որ պարտվեք ինչ եք անելու։ Ռուսաստանի ասածները մեկնաբանեմ։ Ես չեմ կարող Արտևանյանի ասածները մեկնաբանեմ։ Ռուսաստանի ասածները ոնց։ Իսկ ձայնագրությունների մասով չկա օր, որ հակակոռուպցիոն կոմիտեն չհրապարակի ձայնագրություններ, որտեղ լսվում են չեք խղճում իրենց։ Օրինակ դուք արդեն դեռ չլսեք։ Անիմաստ վարժություններ են անում, ոչ մի օգուտ չտվող։ Մեկին կալանավորում են, 10 ավելանում են, 100-ն են ավելանում։ Իսկ ինչքան մարդ եք նախատեսում Ռուսաստանից բերել ձայնագրություններ։ Միայն Փաշինյանն է մարդ բերում, մենք Ռուսաստանից մարդ բերելու ոչ ցանկություն ունենք, ոչ հնարավորություն։ Փաշինյանը ամբողջ պետական ռեսուրսը միացրել է, Ռուսաստանից մարդիկ է բերում, որ գոնե 15 ցեն հավաքի։ Պարոն Կարապետյան, բոլոր քաղաքական գործիչներին այդ հարցը տալիս են ինչպիսի հարց ունեմ, քանի որ դուք տնտեսագիտական բայց Փաշինյանը պիտի դատի չտա, նայեք, դուք վտանգավոր հարցեր եք տալիս։ Շատ եք Փաշինյանի մասին խոսում, շատ Չէ, բայց դուք բարդ հարցեր եք տալիս։ Ես ձեզ հարց եմ տալիս ձեր ոլորտից, քանի որ դուք տնտեսագիտական գիտությունների դոկտոր եք։ Ես ուսումնասիրեցի եւ գտա ձեր ատենախոսության թեման խոշոր դիվերսիֆիկացված ընկերություններում ներդրումային գործունեության կառավարման համակարգի զարգացման մասին եք գրել։ Տաշիր խմբի օրինակով։ Հա, Տաշիր խմբի օրինակով։ Հիմա քանի որ նաև ձեր հիմնական թեզը, հիմնական ծրագրերը տնտեսագիտության ոլորտում են, այ ուղղակի զուտ ձեր դոկտոր ուղղությունների միջև կապիտալի բաշխման օպտիմալացման խնդիրը հաշվի առնելով տարբեր
կհանդիպենք կտամ իմ դոկտորատը։ Հիմա կոմես չեմ տանելու դիսերտացիան։ Ես դիսերտացիան պաշտպանելուց առաջ երթին ես պաշտպանել եմ 10 տարի առաջ, երկրորդ երթին դա ժամերի պատմություն է։ Դուք այդքան ժամանակ չունեք։ Աշխատության մեջ սեղմագիր կա, որտեղ հիմնական Հիմա կարող է հարցնեք ինձ 47-րդ էջում ինչ է գրած։ Կարապետյան, վերջերս քաղաքացիների հետ հաճախ եք հանդիպում, ինչ խնդիրներով են ամենաշատը ձեզ դիմում եւ ինչպես եք գնահատում քարոզարշավը, բոլորին ենք այս հարցը տալիս։ Բոլորը ինձ դիմում են, ոնց անենք 1 օր առաջ հեռացնենք Փաշինյանին։ Բոլորի ոչ թե դիմում են, բոլորը խնդրում են։ Բոլորը հոգնել են Փաշինյանից, բոլորը հոգնել են մեր նվաստացումից։ Դրա համար մենք անում ենք ամեն ինչ, որ մեր ժողովրդին օգնենք իրականացնենք։ Հետո գնալու Ռուսաստան։ Բայց մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան, մենք չենք գնալու Ռուսաստան։ Նարեկ Կարապետյանն ասել է, որ չի հիշում, բայց նա որ է դուք տեղեկություն ունեք Սուրեն Պապիկյանին հարսանիքին նվեր տվել է, տեղյակ եք ձեր թեմայից։ Նարեկ Կարապետյանը ձեր եղբորորդը։ Ես տեղյակ եմ, որ Փաշինյանը նվեր տվել է։ Մնացած ոչ մի բանից տեղյակ չեմ։ Նարեկ Կարապետյանը մեծ մարդ է։ Բայց Փաշինյանից մի խոսենք, մի քանի օր մնացել մարդը գնում է։ Նարեկ տեղեկություն ունեք, որ տվել է։ 10 օր ունենք Փաշինյանից 10 օր հետո Փաշինյանի մասին ոչ մեկը ոչ մի բան չի խոսել, չեն էլ հիշելու։ Բայց ես ձեզ հարց եմ տալիս, դուք լսում եք, չէ՞։ Բայց հիմա դուք ինձ հարց եք տալիս։ Տեղեկություն ունեք։ Ինչու եմ հարցնում, որովհետև Սուրեն Պապիկյանը Պապիկյանի իշխանության նվեր տվել, այդքան լավ հարաբերություն ունեմ ձեր հետ, չգիտեմ։ Իսկ տեղեկություն ունեք Սուրեն Պապիկյանին դուք նվեր տվել եք, թե Ես չէ։ դա այնպես չեմ հարցնում։ Նա իշխանության ներկայացուցիչ է, դուք հիմա ընդդիմություն եք։ Ուզում եմ հասկանալ, ի վերջո, ինչ որ կապ ունեք։ Նարեկ Կարապետյանը անցնում է քրեական բարույթով, որում մեղադրվում է Նարեկ Կարապետյանը քանի տարեկան է։ Դուք լսում եք, չէ՞։ Չէ, դուք էլ ինձ լսեք։ Եթե Նարեկ Կարապետյանը 36 տարեկան մարդ է։ Դուք գիտեք 36 տարեկան մարդ ամեն օր գալիս ինձ թուղթ է լրացնում իմ մոտ, որ հեսա Սուրեն Պապիկյանի նվեր տվեցի, Վաճոյի նվեր տվեցի։ Ընդունելի է, որ Նարեկ Կարապետյանը կարող է Ինձ համար ընդունելի է ինչ որ Նարեկ Կարապետյանը անում է։ Իսկ տեղյակ եք Ամեն ինչ ընդունելի է։ Ասում եք տեղյակ չեք նա նվեր տվել է, թե նվեր չի տվել, բայց տեղյակ եք Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, թե ոչ, որտեղ Իհարկե ոչ, մի Իսկ չեք հոգնել 300,000 ադրբեջանցիների հետ կեղծ թեզից, որ անդադ հերկվում է։ Հենց ես հոգնեցի Ներին Հայաստանում դուք Ալիևին եք ընտրելու։ Դրա համար աշխատեք, խնդրեք մեզ, որ մենք չօգնենք։ Դա թեզերը միակ տարբերակն են Բայց իշխանության գալու։ ինչ գիտեք կեղծը։ Որովհետև այդ թեզը հերկվել է։ Եթե Ալիևը ասում է, Ալիևը չի ասում։ Ալիևը չի ասում, Ասում է խաղաղություն է հաստատվել, լսել եք այդ մասին։ դե բարով վայելեք ուր։ Պարոն Կարապետյան, ձեր ելույթներից հետո Ռուբեն Վարդանյանը նաև հայտարարեց երկրի թրքացման մասին, եթե հակադրվում են ԵՄ Հայաստան եւ Ռուսաստան հարաբերությունները, ձեր գնահատականը սրան եւ դուք ինչ գործիքակազմով եք երկրում այս վիճակը կանխելու։ Մենք հատուկ օրենքներ ենք ընդունելու հակա թրքացման։ Այդ միջոցներով կանխելու ենք, որովհետեւ եթե մենք չկանխենք, հաստատ շատ արագ Հայաստանը թրքացնի։ Հակաթրքացման օրենք որն է։ Վարդևանյանը կներկայացնի, ինքը ներկայացրել է, եթե ձեզ համար առանձին պետք է ներկայացնի։ Ամեն իմ դիսերտացիայի թեզերն էր կասի։